Կանհատը, թե հասարակությունը որպես հավաքականություն գալիս է այնպիսի գիտակցության եւ ինքնորոշման, որ ինքը պետք է կայացնի կերտի անկախ պետականության, որի ասած վկայականը, որի ասած մայր փաստաթուղթը հանդիսանում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը։ Նոր դրանից հետո, արդեն հռչակագրից հետո տրվում է 1 տարի ժամանակ կազմակերպելու, արդեն վավերացնելու, դա հաստատելու համապետական, այո, հանրաքվեով, որը բերում էր արդեն այդպիսի ինքնորոշման կոնկրետ համազգային ընտրության, այդպես ասած, վավերացումը։ Եվ այստեղ հանրությունը, ազգը ամբողջությամբ գնում է այդ ընտրության, կոնկրետ, արդեն որոշակիացնում է իր ինքնորոշման այդ նախաձեռնությունը։ Այստեղից հետո ծնվում է հաջորդ գործընթացը, որ ինքն իր մեջ արդեն խտացնում այն նպատակը, այստեղ է կայանում ամենադժվար եւ նուրբ տեղը, նպատակադրումը, որտեղ բազում շերտեր կա, թե ինչ անկախ պետականությունը, ինչպես դու պետք է կայացնես այն, ինչպես պետք է կերտես այն։ Եվ այս նպատակադրումի մեջ կար որոշակի բացեր, որտեղ մենք չունեինք անցյալի լավ փորձառություն, չունեինք հազարամյակներով ավելի շատ արդեն ունեինք հազարամյակներով ընդհատված պետականության, այդ շարունակականության փորձառությունը, որը պետք է գար, եւ մենք այնտեղ որոշակի բացեր ունենք։ Անգամ չգիտեինք, թե ինչ է անկախ պետականությունը, ենթադրենք գիտական հիմնավորման, փիլիսոփայական հիմնավորման